Hello? Good morning, ma'am. May I speak with Silva Carmian? Speaking? Hello, Miss Carmian. My name is Charlotte Simon, and I'm calling from the bank. For security and quality purposes, this call may be monitored or recorded. Okay. I'm calling regarding your account. Before we continue, is now a good time to speak? Yes. Thank you. It appears that Sam Karamian, who is listed as an authorized party on your account, has submitted a request to close all banking services associated with you. Were you already aware of this request? Yes, I was. Alright, thank you for confirming. We just wanted to ensure that you have been properly notified. If you have any questions or need further assistance, please don't be hesitate to contact us. Thank you for your time and have a wonderful day. Bye. Ինչի մարն եմ ես։ Morning, Dad. Ես ասեցի մաման տա եկել։ Մի մտածի ես էլ չեմ եկել, սա գնում եմ։ Այդ նախաճաշը սարքում։ Իմ ու քո համար։ Լավ է։ Արդեն տեսնում եմ բուժմանդ առաջի արդյունքը։ Բա մաման ուր է։ Ժամանակին դու ես ասել եկեղեցում տել եմ, տերեղի։ Չէ, ոնց որ դեռ բուժման կարիք ունես։ Բայց ուզում էի, որ հավանեիր։ Դե կներես ճիշտն եմ ասում։ Ախմախ սենդվիչ է։ Այ մաման ավելի լավ էր սարքում։ Մամային ասել ես, որ ինքը շատ համով էր սարքում։ Չէ։ Մաման ինձ պատմել է ամեն ինչ։ Հիմա դու ես գնալու Թինայտանը ապրես, թե ինքն է գալու ստեղ։ Այդ արդեն քո գործը չի։ Ոնց իմ գործը չի։ Ես հեսա քուր կամ ախպեր եմ ունենալ, ոնց իմ գործը չի։ Չես ունենալու։ Ինքը արդեն հանել է։ Քո քրոջը կամ աղբորը։ Որ մաման ժամանակին ինձ էլ հաներ, երջանիկ կլներ, չէ՞ հիմա։ Ես էլ այստեղ չեմ աշխատում։ Սոնան էլ ասեց, հենա դու էլ ես ասում։ Հասկանում եմ։ Գնում եմ ուրիշ աշխատանքի։ Ինչ ես խափում։ Չնայած գիտեմ։ Միշտ գիտեք։ Դե գիտեմ ինչ ես խափում։ Իրականում դու գնում ես, որովհետև ինքդ չես բուժվել։ Չնայած ուրիշներին ես բուժում։ Ես բուժվել եմ։ Եթե դու բուժված լինեիր, կհասկանայիր, թե ինչ բան է սիրելը։ Չէիր բնա սիրո։ Ես մենակ Սոնային եմ սիրում։ Եվս մեկ սուտ։ Գիրքս կարդացել ես։ Չէ։ Այս մեկը ճիշտ ասեցիր։ Սոնան բոլոր հարցերը փակել է, որպեսզի բեմի մեծ վարպետը չբողոքի, քո երջանկության, քո համար է փակել, թե չէ դու հիմա Կներեք։ Կսպասեմ մեր հարսանիքին։ Կգամ, անպայման կգամ։
Հայ Թերեզա, ինչ ես եկել։ Մի ժամ այստեղ եմ ու ներս չեմ մտնում։ Ինչ ա եղել։ Ինձ թվում է սխալ բան եմ արել։ Երեք հաճախորդուհիս լավ խմիչք էր բերել թանկ։ Եվ Եվ տարատուն ու լրիվ խմեցի։ հետո Հետո արթնացա ու էլի էի ուզում։ Փող կար, կարող էի առնեի, բայց չառա, նստեցի ավտոն ու եկա այստեղ։ լավ, շաբաթօրը հարսանիք ես։ Կխմես ինչքան որ ուզում ես։ Ոնց։ Ես ուրիշ բան եմ ասում։ Կգաս հարսանիքին, համ ես, համ դու։ Ինչ։ Դե կգաս կասեմ։ Իսկ հիմա գնա, դու էլ ստեղ անելու բան չունես։ Ստեղի կարիքը չկա։ Աչքիս դուք ինձնից շուտ եք գալու ստեղ։ Գիտես, որ փոքր էի միշտ քեզ նախանձում էի։ Սիրուն շորեր էիր հագնում, սիրուն կոշիկներ, ու միշտ մտածում էի մեծանամ հաստատ ես ունենալու եմ։ Երեխուն ինչ ես հանը։ Չնայած ճիշտ ես արել։ Երևի։ Պապայից ազատվել ես։ Բայց ով ասաց որ հանել եմ։ Ես երեխուն չեմ հանել։ Հղի ես։ Հա։ Բայց կուզեր հանածին եք, չէ։ Չէ։ Տրակած էի։ Միաշությունը դուրս տվեցի, ասել եմ։ Կներես։ Ոչ չէ։ Բայց բացի քեզնից ոչ մեկ չգիտի, ոչ մեկի չեմ ասել։ Ապրես։ Բայց Միլան չեմ գնա։ Ինչի։ Դե որովհետև մամա տա ամեն ինչի մասին մտածելու։ Իմ մասին, երեխու մասին։ Դե ինչ ասեմ, հասկացար։ Հասկացա։ Փողա պետք։ Կլինի փող։ Մի րոպե, պապան քեզ փող չէր տալիս։ Չէ։ Ես մենակ նվերներ էի վերցնում։ Գիտես, կուզես հավատա, կուզես չէ։ Բայց Սամին իսկականից սիրել եմ։ Լրիվ ես։ Իրա քուրիկը իրա մոտ ամեն ինչ անելու է։ Տուտիկ։ Ո՞վ ես գործել։ Արամի։ Հիմա կատակ է։ Միգուցե օգնեմ։ Կօգնես, եթե սուս մնաս։ Ար։ Ես ամուսնական ճամփորդության տոմսեր ունեմ։ Թայլանդ։ Հայլան։ Հա, հարսանիքից հետո մի անգամից կգնանք, դե մամայից փող էի վերցրել, հետո հետ կտանք։ Ես է դաշնամուրի դասատու կդառնամ, որ ամեն ամիս գնանք Թայլանդ։ Արդեն ուժ է, դու դաշնամուր նվագել չգիտես։ Իսկ իմ մաման իր աղջկա մասին ամեն ինչ մտածել էր, գումարը տվել է, ես էլ տոմսերը արդեն ունեմ։ Կներես, որ մամաս մահացել է, չի կարող մեզ օգնի։ Միտքդ, սիրտդ լրիվ ուրիշ տեղ է։ Ու ես դա տեսնում եմ, քո պահվածքը ամեն ինչ ասում է։ Թե չէ տենց հիմարություն հաստատ չէիր ասի։ Սոն։ Ես ամեն ինչ արել եմ ու ամեն ինչ անելու եմ, որ մենք երջանիկ լինենք ու մամաները այստեղ կապ չունեն։ Եթե ցանկանում եք բացել Dragon Alcohol Rehab Միացյալ Նահանգներում, Sam Lucy Company-ն ձեզ կօգնի ցանկացած հարցում։ Սկսած ձեր լայսենսինգով, DHCS, Joint Commission, CARF, Medical եւ ongoing programming-ով։ Սկսած ձեր աշխատողների training-ով եւ hiring-ով։ Խնդրում եմ դիմել մեզ 818 350 91 83 հեռախոսահամարով։ Mr. Smoke, իսկական բուրմունք։ House of Liquor, ալկոհոլային խմիչքների լավագույն վաճառակենտրոն Գլենդելում։
House of Liquor, որակյալ խմիչք, բարձրակարգ սպասարկում, լավագույն գներ։ Այցելեք եւ անձամբ կհամոզվեք։ Լաբրանտ, անմահական խոհանոց, նորավոր ու նրբահամ ուտեստներ, ծովունակարիթներ, ծնունդ, կնունդ ու հարսանիք, մենք այն կազմակերպում ենք բարձր մակարդակով։ Լաբրանտ, համին և ոճի նրբաճաշակություն։ 3, 2, 1 Here we go! Burger Bun Ռոյալ դեղատուն մասնագիտական բարձր որակավորմամբ տեղագործներ Արա Բոյաջյանի եւ Հայկ Սարգսյանի գլխավորությամբ։ Բարեհաճ եւ փորձառու աշխատակազմ, հոգատար եւ ազնիվ սպասարկում, մասնագիտական բանիմաց խորհրդատվություն, անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի կարիքներին։ Ռոյալ դեղատուն, դեղերի, հիգիենայի պարագաների լայն ընտրանի, պատվերների արագ ու անվճար առաքում, պատվաստումների իրականացում, հատուկ կարգի վիտամիններն այստեղ տրամադրվում են անվճար։ Ռոյալ դեղատունը ձեր տունն է։ Հասրան արտը աշխատում է, որ դու լավ ավտո քշես։ Հասկացա, ձեռքիդ տակ լավ ավտո կար, ասիր բերես ցույց տաս, ինչ լավ ավտո ես քշում։ Դե ճիշտ է, քո համար լավ ավտոյով տղեկն է լավը, չէ՞։ Ինձ լավ տղա է, պետք որ լավ ավտո ծախի։ Փող է պետք։ Բարտիդ կանչի թողա ծախի։ Ինձ ինչ ես կանչ։ Ես քեզնից բացի հիմա ոչ մեկին չունեմ։ Նան ինչ ես ուզում ինձնից։ Ուզում ավտո ծախես։ Փող է պետք։ Ու ինչի դիմաց։ Հա դու տենց պրիմիտիվ տղա ես։ Հիմա կօգնես թե չէ։ Օգնելը կօգնեմ, բայց իմ հետ քնելու դիմաց։ Հա, լավ է, էլի, ոնց ուզես։ Սպասի, հələ սայլու եմ։ Հələ տուր էլի ցուցակը, տուր տենամում ես հրավիրը։ Բայց քո կողմից ոչ մեկի չեմ գրել։ Մի հատ հորեղբայր ունես, իրա կինն էլ ձեզ չի ընդունում, չի սիրում։ Պետք չեն։ Դե դրա համար էլ չեմ գրել։ Բայց այս ցուցակի 90%-ին չեմ ճանաչում։ Էս ով է։ Այդ Կարենն է։ Իմ նախկին նշանածը։ Դրան խես հրավիրե։ Արդ մաման է հրավիրել։ Դե ասեր մամայդ հարսանիքին է թող գնար։ Արդ հասկանում ես, մաման իրան միշտ շատ է սիրել։ Ու ես չէի կարա իրան դեմ գնայի։ Հետո այդքան հյուրերի մեջ մենք իրան չենք էլ նկատի։ Ես լավ էլ կնկատեմ։ Չնայած ասեմ քեզ շատ ճիշտ ես արել, որ հրավիրել ես։ Էլ ինչ հայկական հարսանիք առանց կռվի։ Չհամարցակվես, հարսանիքս փչացնել։ Կանենք մի քիչ ավելի թանկ ծախենք։ Կանենք։ Բան չէ, քան այժմ ծախսենք։ Դու չասեցիր շտապա։ Ժամանակ տայր ես էլ թանկ կծախեի։ Ես լահելիք ոչինչ։ Thank you։ Մենակ thank you։ Բարիշ էլ ինչ։
Բարև ձեզ։ Կարող եմ ձեզ մի բան խնդրել։ Շատ եմ խնդրում։ Բարև ձեզ։ Խնդրեմ։ Կարող եմ այս պայուսակը ձեր մոտ մի ապահով տեղ դնել, մի քանի օրով ընդամենը, մինչև հասկանամ ինչ եմ անում։ Ես մոտ ամեն տեղ ապահով։ Այն դարակներից որևիցե մի դարակում դրեք։ Չեք հարցնում ինչա պայուսակի մեջ։ Դե թե հարմար լիներ, կասեիք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Շատ լավն ես դու։ Չեմ հասկանում, ձեռ ես առնում ինձ։ Պարկացամ, տրվում եմ։ Սենց չեն տրվում։ Դժբախտությունից է, երևի։ Չհասկացա։ Դժբախտ մարդիկ կամ խմում են, կամ տրվում են ըմպատայի։ Ինչ ես դժբախտ։ Արտնա պատճառը։ Նաև արդ։ Լսի կուզես, իրար հետ գնանք հարսանիք։ Պատկերացնում ես այդ հարսանիքը ոնց հարամ կանենք, փչացնենք։ Դու լավն ես։ Կներես ինձ, հա։ Ինչի համար։ Որ սարս դու չես։ Երբ հարսանիքը։ Շաբաթ։ Վերցրու, արդար է, որ վերցնես։ Thank you։ Էս ինչ է։ Ոնց որ թե փող։ Հա բայց որտեղից։ Ինչ կարևոր է։ Հա իմն է։ Դες հիմա արդեն փող ունես։ Իրարդ հավաքի ու Միլան։ Չէ, ես այս փողը չեմ վերցնում։ Կվերցնես։ Այս փողը մենակ քոնը չի։ Այս իմ աղբոր կամ քրոջ համար է։ Հա, բայց որտեղից։ Ավտոս եմ վաճառել։ Գնա հավաքվի։ Հիմա քեզ ինչ հարցնում եմ, ճիշտն ես պատասխանում։
ու ասեմ քեզ, որ ես գիտեմ այդ ճիշտը։ Բա որ ճիշտը գիտես, ինչի համար ես հարցնում։ Քեզ եմ փորձում։ Ուզում ես իմանաս խափում եմ թե չէ։ Այդ քո մոտ է, որ ճիշտն ու սուտը իրար խառնվել։ Ուրիշ բաներ ես խոսում։ Ինչ գործ ունես Սևի հետ։ Այդ մեկը քո պրոբլեմը չի։ Էլի ուզում ես ջել գնաս։ Արդ աղբոր պես, ինչ ես ուզում իզնից։ Այս անգամ այդ Սևի հետ որ ընկար։ 4 տարով չես բրծնելու այդ ջելերից։ Գնալու ես հավերժ փտես այդ բերթերում։ Այս շաբաթ օրը դու ես լայվ գնալու։ Խեղդեմ քեզ։ Արդ, թող իրան։ Հեռու մնա ինձնից։ Արդ, հանգիստ թող Արամին։ Խոստացել ես, հիշում ես։ Արդ, ամեն մարդ իր կյանքը ունի, Արդ, մենք մեր կյանքը ունենք, Արամը իր կյանքը ունի։ Խնդրում եմ հանգիստ թող ապրի էլի։ Եթե ցանկանում եք բացել Drug and Alcohol Rehab Միացյալ Նահանգներում, Sam Lucy Company-ն ձեզ կօգնի ցանկացած հարցում։ Սկսած ձեր լայսենսինգով, DHCS, Joint Commission, CARF, Medical եւ ongoing programming-ով։ Սկսած ձեր աշխատողների training-ով եւ hiring-ով։ Խնդրում եմ դիմել մեզ 818 350 91 83 հեռախոսահամարով։ Իմ անունը Հայ է, ազգանունը Սյան, հոգուս միջի խինն ու տոնը հերու հողում նվիրողի սանունն է Յանս, 333 North Verdugo Road, Յանս, իսկական հայկական համոհոտ։ Նոր սաներվածքը կարող է փոխել ոչ միայն ձեր տեսքը, այլև ինքնավստահությունը։ Կանացի եւ տղամարդկանց սաներվածքներ, մանիկյուր եւ պեդիկյուր, ամեն ինչ մեկ հասցեում։ Ժամանակն է փայլելու MZ Hair and Beauty սալոնի հետ։ Կարաս իմ տանն ապրես։ Thank you։ Կարաս ընկերներդ էլ հրավիրես, բայց մենակ խնդրում եմ աղմուկ չանեք, շատ վատ հարևաններ ունեմ։ Նա։ Ինչ ես հուզվել։ Մի հուզվի, թե չէ ես էլ կհուզվեմ։ Հաղանդ միշտ չեմ գնում։ Ստու ինչի դե հուզվես։ Կասեմ, ես էլ ես վերջերս քանի օրա հուզվում եմ, լացում, գիտես կարծում եմ այսօր ամենահամապատասխանորն է, որ ես Խոստովան եմ։
որ դու հիմա ես վիճակում ես, ես եմ մեղավոր։ Հա, ես փոքրուց քեզ նախանձել եմ, քո տանը, քո տեսքին, քո ապրուստին, քո շորերին, ես ով էի, սովորական փռի աշխատողի աղջիկ, հազիվ տանվարձն էինք տալիս։ Դե հետո գիտես, մահացավ, ես էլ մնացի մենակ։ Գիտեմ։ Բայց որ ինձ նախանձում իր չգիտեի։ Բայց քո նախանձել ինչ կապ ունի։ Նրա հետ որ ես եմ։ Կհիշես, քեզ Մաքսիետով ծանոթացրեց։ Հա, դու։ Մենք միասին սկսեցինք։ Հետո մի երկու անգամ արեցինք, դու ասցիր, որ դու վախենում ես, վերջ։ Բայց ես էի չէ խնդրում Մաքսին, որ քեզ մատակարարի։ Ես։ Ստոպ։ Դու մեղավոր չես։ Մաքսը ձեռքերը չի ոլորել ու քթերից մեջ լցրել։ Դու երբեք քեզ չմեղադրես։ Իմ ընտանիքն է։ Պապան անիծում է, մաման գժվել է, ամեն օր տարբեր հոթելներում է։ Բայց այդ չի պատճառը, որ հուզվել ես։ Ես շատ լավ գիտեմ, որ սիրահարվել ես։ Ու կյանքում առաջին անգամ։ Նան անկեղծ այնքան ուրախ եմ քո համար։ Անկեղծ։ Շաբաթ օրը ամուսնանում է։ Ու մտածում է ես կործանված մարդու անուղելի գող խոզ դե խոզ ես կա տենց բան չես խոսել դա ինչի ասում ամուսնանում է Հա ոչինչ, զանգի։ Զանգեմ ինչ ասում։ Սովորաբար ինչ են ասում նման դեպքերում։ Զանգի ասա կյանքս կարոտել եմ, սիրում եմ քեզ, չեմ կարողանում ապրել առանց քեզ։ Գիտես չէ, պապատ խելագարվում էր, որ ես խոսքերն ասում էի։ Վերցրու զանգի։ Շուտ։ Հելո։ Գործերդ ոնց են։ Գործից դուրս եմ եկել։ Պայմավա դժբախտ հիվանդներին օգնելու։ Ով ուզում է։ Ես գնում եմ խմբերին։ Խոսում ենք, լսում ենք, գիտես։ Էլ բան չունես ասելու։ Ունեմ։
Ես Արամին եմ տեսել։ Եվ Եվ ոչ մի բան։ Ինքը քո եղբայրն է, ու այդ պատճառով ոչ մի բան։ այսինքն վերջ։ Երևի հա։ Սրբիչս կբերես։ Հեսա կբերեմ Սոն։ Սոն սրբիչը դրել եմ դրան վրա, ես շտապ դուրս եմ գալիս։ Սպասի, ուր ես գնում։ Ես պետք է իմանամ Արամը որտեղ է եւ ինչով է զբաղվում։ Ես քեզ մի հասցե կտամ։ Գնա այնտեղ։ Կարող է ախպերդ այնտեղ լինի, կարող է չլինի։ Մարդ հասկանում ես, մարդ եմ սպասում։ Քեզ որ տեսնի, կարող է չմոտենա։ Ես այդ ժամանակ մեքենայից գիշտեմ։ Եթե այսպես շարունակես, քո տունդ կսևացնեմ, դու սևին լավ գիտես։ Որտեղ ես քեզ գումար մամատ ասեց ինքը չի տվել։ Պարտքով եմ վերցրել։ Ումից։ Կարենից։ Հարսանիքիս ես եկե։ Եկել եմ քո հետևից։